Մեր նախագծի անունը Smart Jetic է։ Այն հիբրիդ է, որը իր մեջ ներառում է ինչպես քամու տուրբինները, այնպես էլ արևային վահանակները։ Կառավարվում է հենց արհեստական բանականության միջոցով։ Հենց այս նախագիծն է հաղթող ճանաչվել Diamond Challenge երիտասարդական ձեռներեցության միջազգային մրցույթի հայաստանյան կիսաեզրափակչում, նվաճելով Միացյալ Նահանգներում մրցույթի եզրափակիչ փուլի ուղեգիր։ 2017 թվականից Դիլիջանի համայնքային կենտրոնը Միացյալ Նահանգների Դելավերի համալսարանի պաշտոնական գործընկերն է եւ արդեն 8-րդ տարին այս մրցույթն անցկացվում է Հայաստանում։ Այս տարիների ընթացքում շուրջ 350 ավագ դպրոցական հնարավորություն է ունեցել մասնակցելու մրցույթին, բացահայտելու իրենց պոտենցիալը, 6 թիմ կարողացել են ներկայացնել Հայաստանը Ամերիկայում։ Այս տարվա եզրափակիչ փուլին մասնակցել են 19 երկրներից եւ 18 նահանգներից 500 երիտասարդ։ Կիսաեզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերից ավագ դպրոցականներ, ովքեր ձևավորում են իրենց թիմերը, մշակում են իրենց բիզնես գաղափարները։ Մրցույթը միտված է երիտասարդների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների ձևավորմանը եւ ստեղծարար մտածողության խթանմանը։ Ամեն ինչ սկսվեց համացանցում հանդիպած հոդվածից, որում նշվում էր, որ երկրագնդի գյուղերի 48%-ը զուրկ է կայուն էլեկտրաէներգիայից, ինչն էլ մղեց դիլիջանցի դպրոցականներին Smart Jetic-ի ստեղծմանը։ Հիբրիդային մոդուլ է, որը արհեստական բանականության եւ սենսորների միջոցով միացնում է արևային պանելները եւ քամու տուրբինները, ինչպես նաեւ չօգտագործվող էներգիան պահեստացնում է մարտկոցում հետագա օգտագործման համար, արդյունքում ստեղծում է անկախ համակարգ եւ բնակարանը կամ տունը ստիպված չէ լինում ստանալ էլեկտրաէներգիա հենց մատակարարողից։ Օրեր առաջ Միացյալ Նահանգներում Smart Jetic-ները տպավորիչ ներկայացրել են նախագիծը, թեև մրցանակ չեն շահել, բայց առավել կարևորում են փորձը, վերադարձել են ոգևորված գիտելիքների մեծ պաշարով։ Միացյալ Նահանգներում ծրագիրը ներկայացնելը մեզ օգնեց ձեռք բերել բազում փափուկ հմտություններ, որոնցից ամենակարևորը դա միմյանց գնահատելն էր եւ թմում աշխատելու ունակությունը բարելավելը։ Գնահատվեց մեր աշխատանքը եւ ժյուրիների եւ դիտորդների կողմից։ Ներկայացնելուց հետո եւս մեզ մոտենում էին տարբեր թիմերից էլ նույնիսկ մոտենում են եւ ասում էին, որ բավականին լավ ծրագիր եք ներկայացնում, շատ հետաքրքրում էր, փորձում էին իմանալ ավելին ծրագրի մասին։ Ամեն ինչ շատ լավ անցավ, Diamond Challenge մրցույթը թույլ է տալիս մեզ եւ մեր նման շատ երիտասարդներին գալ եւ փորձել մեր ուժերը եւ նույնիսկ եթե չհաղթենք, բայց մենք ձեռք ենք բերում փորձ, ձեռք բերեցի նոր ծանոթություններ, տարբեր ասպարեզներում նոր բաներ սովորեցի։ Դիլիջանցի նորարար դպրոցականները իրենց նախագիծը պատրաստվում են ներկայացնել նաեւ հայաստանյան էներգետիկ ոլորտի կազմակերպություններին։ Դիանա Գասպարյան, Գայանեթ Համամյան, Վահեթ Համամյան, լուրեր։